Ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ հրավար շշեր նետած ու կալանավորված Ռաֆի Մանդալյանի հորը կանչել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, պետության սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ու հարցաքնններ։ Նշենք, որ կալանավորված երիտասարդի մայրը մահացած է։ Արմնուր լրատվականը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Երևանի վարչական շրջանի բնակիչ 1994 թվականից ծնված Ռաֆի Մանդալյանը հրավար շշեր էր նետել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ Արմնուր լրատվականի իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրները միջադեպի վերաբերյալ նոր բացառիկ մանրամասներ էին հայտնել, բացահայտելով երիտասարդի գործողության շարժառիթները։ Մասնավորապես ըստ Արմնուր լրատվականի տեղեկությունների դուրաբար շիշ նետած քաղաքացի Ռաֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք էր տվել բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ։ Նա նշել էր, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը եւ իր համոզմամբ հասարակության մեջ առկա է անտարբերություն եւ լռություն այդ հարցի շուրջ։ Մանդալյանի խոսքով իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ բոլորը անտարբեր չեն։ Նրա նպատակն էր եղել կոտրել իր ձևակերպմամբ հասարակական լռությունը եւ ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։ Ըստ նույն աղբյուրների նա կանխամտածված կերպով գնացել ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին, փորձելով խուսափել մարդկային վնասներից եւ միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։ Իր բացատրությամբ այդ քայլը կատարել է ինքնազոհության գնալով, միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը։ Բոլորը չէ որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Ռաֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում եւ սպասել իրավապահներին։ Արմնուր լրատվականը տեղեկացավ նաև, որ կալանավորված Ռաֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով։ Քրեական գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։ Հայրը եւս հարցաքննվել է։ Խուզարկել են նաև նրանց տունը, սակայն իրավապահները որևէ արտառոց իր նրանց տանից չեն տարել։ Ընդամենը համակարգիչներ, հեռախոս։ Քրեական գործով նախաքննությունը, ինչպես արդեն նշեցինք, շարունակվում է։